Ալեն Սիմոնյանը նոր թանկարժեք նվեր ունի։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 17-ին ընդունել էր Չեխիայի Հանրապետության խորհրդարանի падգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի համաձայն Ալեն Սիմոնյանին պատվիրակությունը նվիրել է տղամարդու ճարմանդ 925 հարկի արծաթյա, որը զարդարված է եղել չեխական գրանատաքարերով։ Ճարմանդն արժեցել է 67,288 դրամ։ Սիմոնյանը նվերը ստացել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի падգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի կողմից։ Հիշեցնենք, որ հանրային ծառայության մասին օրենքի 29-րդ հոդվածում, որով սահմանված են հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները, նշվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետեւյալ նվերները՝ պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաեւ աշխատանքային այցերի գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը, ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը տրված հրապարակային մրցույթի արդյունքում մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափորոշիչներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները։ Եթե առաջին կամ չորրորդ կետերով նախատեսված նվերի արժեքը գերազանցում է 60,000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին։ Բացի այդ, հանրային պաշտոն զբաղեցնող անձը եւ հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերը հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։ 40,000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերը ենթակա չէ հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական 5 եւ ավելի բնույթ կրող դեպքերը։ Նվերի արժեքը գնահատվում է հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով։ Հավելենք նաև, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին, եթե որևէ նվեր է տրվում իրենց պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված, ապա անկախ դրա չափից, գնից, եթե անգամ այն արժե 100 դրամ, չեն կարող ընդունել։